Սկոլիոզի հիմնական ախտանիշները, խորացված սկոլիոզների մասին չի խոսք, որ արդեն ցավ, սիրտանոթային համակարգի խնդիրներ եւ այլն, հիմնական ախտանիշները վիզուալ են, այսինքն տեսնելով։ Առաջինը երեխային կարող են կանգնեցնել ուղղակի վերևի հատվածը, մերկ, հա, նայել թիակներին։ Թիակները պետքա լինի հավասար, ոչ թե վերև եւ ներքև։ Նույնը ուսերը պետքա լինի հավասար, կոնքը Եվ մի քիչ ավելի բարդ սկոլիոզների դեպքում լինում է ռոտացիա, երբ որ ողնաշան ինքն իր առանցքի շուրջ սկսում է պտտվել, այդ դեպքում խնդրում են կանգնել, կրանալ այնպես որ իրանը զուգահեռ լինի հատակին եւ նայել կողային հատվածներին, ողնաշարի աջ ու ձախ հատվածներին։ Եթե լինում է թմբիկ, այսինքն գորբիկ, դա արդեն հիմնականում խոսում է ռոտացիայի մասին, երբ որ արդեն սկոլիոզը ինքն իր առանցքի շուրջ պտտվել է։ Քանի որ կա սկոլիոզի աստիճաններ, տարբերակում ենք հիմնականում 4 աստիճաններ ըստ բարդության, ըստ աճման, առաջինը դա առաջինից մինչև 11 աստիճանն է, 11-15 է, երկրորդ աստիճանը 15-ից 25 աստիճանն է, երրորդը 26-ից 40 աստիճան է եւ առավել բարդ 4-րդ աստիճանը 40 աստիճան եւ բարձր, որ այդ դեպքերում հիմնականում բարձր աստիճանների դեպքում վիրահատությունն է, այսինքն պետք է ամեն ինչ անել, որպեսզի չհասնի վիրահատության։ Եթե արդեն հասնում է հստակ ցուցում կա վիրահատության, ցուցումներից են սիրտ-թոքային անբավարարությունը, սրտային անբավարարությունները, երբ որ շունչը սկսում է կտրվել եւ այլն, այդ դեպքում արդեն հստակ ցուցված է վիրահատություն։